բացահայտենք այդ սպանությունները։ Օգնի բացահայտենք, թե ով մեղավոր իսկապես։ Դու մեկը էլ կորցնելու բան չունես։ Սխալ մարդու ես դեմ Սահակյան։ Ես քո դուրն եմ եկել, որ դու ինձ օգնես։ Իսկ դու ինձ ինչ ես արել։ Ես աղջիկ ունեմ, աղբոր տղեկ ունեմ, պաշտպանելու տեղ ունեմ։ Շատ ես լեզուդ երկար ասում, հա։ Ասում եմ սենց է, ուրեմն սենց է, վերջ։ Ես պապային կասեմ։ Ոչ մեկին էլ չես ասի ու վերջ։ Հա, տենց է։ Շանը որ շան կողքես կապում, կամ հաշելասավորում, կամ կծել։ Դու ես նայ մաման ինչ է անելու, մաման։ Կազմելու եմ կտակ, որտեղ ընդգրկված են լինելու Սամվել Ադամյանը իր ընտանիքով եւ իհարկե իմ հիմնական ժառանգները, իմ տղաները։ Ոչ, հարգելիս։ Քո տղաները ունեն եւս եղբայր։ Եվ նա ունի իր մասնաբաժինը այստեղ։ Սանը դու լավ կանես լուրջ գործերով զբաղվես, հա։ Շուշանին գերույն, այս տան մեծացած երեխա է։ Ես էլ դու էլ լավ ճանաչում ենք, իրան էլ ծնողներին էլ։ Սամվել, հենց այսօր պետք է տանել երեխային հիվանդանոց։ Ես արդեն խոսել եմ բժշկի հետ ու կոնկրետ ժամ եմ պայմանավորվել, բայց քեզ զգուշացնում եմ, պատասխանները շուտ չեն լինի։ ԴՆԿ-ի անալիզը որոշակի ժամանակ է պահանջելու։ Հասկանալի է։ Ամենակարևորը, որ մեր ծանոթ հիվանդանոցում է արվելու։ Իսկ դու ո՞նց ես կարծում։ Մեզ ինչ ես սպասում։ Չգիտեմ ինչ ասեմ։ Չգիտեմ ինչ մտածեմ։ Ես մամայիս եմ ուզում։ Հիմա ինքը ինձ եմ անգալի, կամ էլ զանգեք տատիկս թողքան ստանի։ Ինձ տուն տարեք, ես մամայիս եմ ուզում։ Արես։ Դու մի անհանգստացի, Վալիկ ջան։ Մաման մի քանի ժամից այստեղ կլինի։ Ես քեզ խոստանում եմ։ Ինչ աղել, մամ։ Ինչ եք երեխային բերել։ Պետք է ԴՆԿ-ի անալիզ վերցնենք։ Հնարավոր չէ նոր ներկայությամբ։ Ինձ թվում է դեմ չէր լինի։ Դեմը դեմ չէր լինի, բայց դու նորային լավ չես ճանաչում։ Ինքը այդքան էլ խեղճ չի։ Իրան ինչ թուղթ որ պետք լինի, ինքը կբերի դու համոզված եղի։ Լավ։ Մենք ես խոստանում ենք, որ մամային անպայման կտեսնես, լավ։ Հիմա արի գնանք խոհանոց մի քանի համեղ բաներ կտանք ուտես։ Գնանք։ Մենակ արագ լրիվ։ Մենք 15 րոպեից դուրս ենք գալու։ Լավ, շատ արագ կգանք։ Գնացինք։ Հնարավորինս շուտ է պետք անել։ Հիմա մայրը արդեն խառնվել է իրար։ Կանենք, Մարիամ, կանենք։ Մի անհանգստացի։ Ալո։ Երեխես չկա։ Տենց չկա։ Իջել եմ բակ չկա, բակից տարել եմ։ Չգիտեմ, բայց ես հենց հիմա գնում եմ Ադամյանների տուն, որտեղ ես կասկածում եմ, որ դրանք են տարել։ Լավ։ Ես ձեր հետ կգամ։ Պետք չի Լիլիթ։ Բայց հիվանդանոցում ոչ ոք չկա։ Մայրը այնտեղ չի։ Չէ, ես հիվանդանոց չեմ ուզում, ես վախենում եմ բժիշկներից։ Մի վախեցի, բալա։ Մի վախեցի։ Չվախենաս։ Վախենալու ոչինչ չկա, ես քեզ հետ եմ։ Չվախենաս։ Այդ դեպքում ես տանը կմնամ։ Կարծում եմ, որ շատ շուտով հյուրեր կունենանք։ Վայ արտը, ես ինձ զարկոցի այդ իմ գլխիդ։ Ամենասարսափելին նա, որ ես չգիտեմ ինչի համար են իմ գլխին սարքել։ Ում եմ վնաս տվել, ինչի են ինձ ծեծել։
Միշտ չի որ ներսի թեմաներն է, դրսից էլ է զակազներ գալիս։ Եթե 4 պատի մեջ ենք, այդ դեռ չի նշանակում, որ դրսի կյանքը մեր համար մեռել է։ Ու այդ իրականության զգացողությունն է, որ ստիպում է մարդուն ստեղ հույսը չկորցնել։ Կամաց սկսում եմ հասկանալ։ Այնքան բան ունես հələ հասկանալու ապեր ջան։ Դու հələ դզվից տեղից դուրս արի, մենք քո սա հարցերն էլ կքննարկենք։ Ասում են ես քանի օր դուրս են գրել։ Դեստեթեթե դեպքերն են, ծանր բանելներ կտեղափոխեին հիվանդանոց։ Մարիկո։ Դոկտոր, կամ Մարի Կարլենովնա, քեզով է բուժկետներս թողել։ Որտեղ այրեխես։ Ես վստահ եմ, որ երեխուն դուք եք տարել, հենց հիմա երեխուն այստեղ բերեք, արագացրեք։ Դու ինչ խնդիրներ ունես մնացի հետ։ Ես այստեղ եմ քո խնդիրներից խոսելու համար։ Ես խնդրեմ չունեմ։ Բոլորս էլ խնդրեմ ունենք։ Քեզ չեմ պատմելու իմ ու մնացի հարաբերությունների մասին, միայն մի բան կասեմ, հեռու մնա իրանից։ Պատճառը։ Նա այդքան էլ լավ համբավ չունի։ Ինչի այստեղ կա մեկը, որ լավ համբավ ունի, ով էլ մտնում է այստեղ, ինչ որ բան իր համար վատ է։ Մնացը ուրիշը։ Մնացը ինձ լավ է վերաբերվում։ Այդ նշանակում է, որ ինչ որ պահի էլ դու ես իրան լավ վերաբերվել։ Այստեղ հենց այնպես ոչ մեկին լավ չի վերաբերվում։ Հատկապես մնացը։ Կա տես բան։ Եթե դու այստեղ մի քանի օր ես Արտո Այվազյան, ես արդեն տարիներ շարունակ։ Ինչի՞ ես մասնագիտություն ընտրել։ Ինչի՞ ես դառել հոգեբան։ Ինչի՞ ես եկել ստեղ գաղութ։ Ես էլ իմ պատճառներն ունեմ։ Ես թվում է դու հոգեբանի կարիք ունես։ Սխալվում ես։ Դու երևում է հարցակվելու մարդկանց մեղադրելու լավ վարպետ ես։ Մեղադրելու։ Գարեթի երեխային բակից տանում եք, չեք տանում եք, գողանում եք, բառացիորեն գողանում եք, ու դեռ ասում եք, որ ես եմ մեղադրում, հենց հիմա երեխուն այստեղ բերեք, թե չէ ես ոստիկանության հետ եմ այստեղ գալու։ Կարող ես գնալ եւ բերել։ Մենք քո երեխայի արևանգման հետ ոչ մի կապ չունենք։ Չունեք, հա։ Լևոն։ Կարող ես չբղավել։ Ես տանը մենակ եմ։ Չէ, ես այլևս ես հարցեր չունեմ տալու, ձեզ հետ անհնար է։ Ես հենց հիմա կգնամ ոստիկանություն եւ այստեղ կգամ ոստիկանության հետ, բայց մեղադրանք կներկայացնեմ ադամյաններին երեխայից գողանալու մեջ։ Երևի ամուսնուսել ես կողքիդ պահել, վախեցնելով ու շանտաժանելով։ Այդքան վատ կարծիք ունեք, հա, ձեր ամուսնու մասին, որ ես պիտի նրան շանտաժով կամ վախեցնելով իմ կողքին պահեի։ Յուրաքանչյուր տղամարդ իր թույլ կողմերը ունի։ Ու ես չեմ հավատում, որ դու Արամին սիրել ես։ Պարզապես մեջտեղը փող կար։ Իսկ դու փողի համար ամեն ինչի ընդունակ ես։ Իսկ դուք կարաք գոնե մի վարկյան այդ փողային մտածելակերպից դուրս գաք։ Ինչի՞ եք մտածում, որ ամեն ինչ փողի հետ է կապված։ Ինչի՞ չեք մտածում, որ կարող է մեջը սեր լինել։ Ես սիրում եի Արամին, իսկ Արամն էլ ինձ էր սիրում։ Դուրս գնա։ Ու մի շարունակի։ Տիկին Մարիամ, դուք ինձ հիմա ավելի շատ եք փողի կռիվ տալիս, քան ես։ Ես իմ երեխաների շահերն եմ պաշտպանում։ Իսկ դու քո զավակի միջոցով քո շահերն ես պաշտպանում։ Սխալվում եք։ Ես հենց հիմա իմ երեխայի շահերն եմ պաշտպանում։ Ես հենց հիմա պահանջում եմ այն, ինչ որ օրենքով հասնում է իմ երեխային։ Դեռ կտեսնենք ու կհասկանանք։ Անիմաստ է ձեզ հետ խոսել։ Դուք ոչ մի բան այլևս հաշվի չեք առնում։ Ամբողջ ընտանիքով դուրս եկեք մի փոքրիկ երեխայի դեմ։ Ամոթ է։ Հարամը գուցե չկա որ մեզ պաշտպանի, բայց ես դեռ չեմ մեռել։ Եվ ես պատրաստ եմ պաշտպանել իմ երեխային ձեզնից, ձեր ընտանիքից սպասվող վտանգից։ Հասա Մարիամ։ Նորան էր մի քիչ առաջ այստեղ ու ասեց, որ գնում է ոստիկանություն։ Ու բողոքի, որ մենք երեխային ենք գողացել։ Խնդրում եմ մի բան արա, արագացրու։ Լավ, Մարիամ, մենք արդեն հասնում ենք հիվանդանոց հանգիստեղի։ Դեմքով դեպի պատը։ Կմնաս թե, մինչև տենենք ինչ արնեմ։
Ինչքան պիտի մնամ։ Ինչքան որ պետք է։ Չեմ ալադեց։ Ձեռներները չի փակվել, ավել մշակել են։ Կա հումորը տարիների ընթացքում չի կորել։ Ամենն ինձ ես խոսում, ոնց որ առաջի անգամ ես կարծերից հելած մարդ եմ։ Էսի վերջը չի։ Էսի սկիզբն է։ Ես ամենացիս խաբար կգա։ Գիտես բժշկին տպելը տեց հեշտան ստելու վրեքներս։ Կարող է դու սկզբից չգիտեի գլխներից գալիքները։ Ես որ գիտեի վերջը սենց ցալնելու, բայց մտանք դրա մեջ։ Դու որ ընդդեր ես դուրս չեմ եկել ընդհանրապես, գիտես։ Կարող ես տեղինք մնալու սխ կյանքներս։ Ավելի լավ դուրս գանք դեմները կային ենք ու նորմալ տղիքի նման պատասխան տանք մեր արասներին։ Ամեն մոտները վախկոտի տպավորություն չթողենք։ Ստե վախկոտի հարց չկա։ Իրենք լավ է գիտեն ստեղ ինչ ա եղել։ Ուղղակի սպասում էին դու գայր նոր թեման բաց էին։ Երկաց մենք եթանք մեր հարցերը լուծենք։ Սիգան, ինչ նորություն կա։ Հեն Սակոին հանել ենք արծերից։ Հանել են, արդեն խցում է։ Բայն կարան, որ մտելա ծակը, բերդում ինքն իրան նստուցրել է, դուշ չի գալի կամերից։ Չէ հելը ծակերում է, դա ինչ անի։ Դե եթե այսօր էլ դուշ չեկան, հենց կամերի մեջ դրանց սատկցնում եք։ Դրանք պետք է հասկանան, որ մեր մարդկանց չի կարելի ձեռ տալ։ Ու այդ ամեն ինչ շատ արագ պետք է արվի, չպետք է ժամանակ կորցնենք։ Դե բա։ Դուք եք Լևոնի մայրը, երեխաները ցերինում չենք կարողանում այդում վերցնել։ Ես կգնամ երեխու մոտ։ Ասացի 1000 հատ կարևոր գործ ունեմ, ինչի համար ես ինձ վերել հասցրել այստեղ։ Կարող եմ մեծ Նարա Մադամյանին կարոտել ես ու որոշել ես այդ կարոտդ ինձանից առնես։ Մաչիկի։ Հենց մի ցինիկ ասի, հա։ Եթե հանկարծ երեխուս գլխից մի մաս պակասի, ամբողջ ընտանիքդ պատասխան է տալու։ Նորմալ բան ասա, բան հասկանամ ինչ երեխա։ Խոսքը նոր wen սիրուն տաղու մասին, հա, փոքր աղբորս։ Հա, հենց իրա, որին ընտանիքդ բակից տարել է։ Չի կարա տենց բան լինի։ Առանց իմ իմացության այդ ընտանիքը տենց բան չեր անի։ Լսի, դե պատկերացրու, որ եղել է։ Լավ, ես հեսա կգնամ տուն ու այդ հարցով կզբաղվեմ։ Բայց միլիցիա բան չես խառնել, չէ՞։ Չէ, դեռ։ Բայց եթե դու էլ չկարողանաս այս հարցը լուծել, Միխո, ես միանգամից կգնամ ոստիկանություն ու իմացի, որ յուրաքանչյուր վարկան ինձ համար շատ թանկ է։ Ասացի ես ամեն ինչ կանեմ, բայց դու այդ միլիցիային մի խառնի, ես դրանցից ալերգիա ունեմ։ Միքո դու ընդամենը մի ժամ ժամանակ ունես։ Եթե մի ժամից երեխես այստեղ չեղավ, ուրեմն իմացի, որ ամբողջ քաղաքը սկսել է իմ երեխուն խնդրել։ Բայց առաջինը այդ ոստիկանությունը ձեր տուն է գալու։ Ես քեզ խոսք եմ տալիս, որ փոքր աղբեր ես։ Մի ժամից կողքիդ կլինի։ Ես ինչ եմ նստելու սպասում։ Ես միանգամից կգնամ ձեր տուն։ Քամին հաճելի վարսերը տշոյում։ Իսկ ես նստած ծառի տակ։ Հոպար, բարև։ Հələ մի հատ բան հարցնեմ, հոպար։ Կարող է հորս սիրածի տղան մեր տունն է։
Լուրջ եք ասում։ Սա որ ինձ եք ասում լուրջ բաներով զբաղվես ինչ եք անում։ Ինչ եք արել։ Դենկա։ Օպար պապան իմանա գերեզմանի մեջ ութը կռուկ կֆռա։ Լավ, հա։ Բայց որ կարևոր նորություն լինի, այս տղուն չեք մոռանում։ Okay, da. Դենկա։ Հոպար երեխուն իմ սենյակ տար, ես հիմա կգամ։ Ամեն ինչ նորմալ անցավ։ Չէ, մամ, մեղք էր երեխեն, գոռում էր, մորն էր կանչում։ Չգիտեմ ճիշտ արեցինք, որ ես քայլ արեցինք։ Ուրիշ տարբերակ չունենք Լիլիթ ջան։ Մամ, տարբերակ միշտ էլ կա։ Ես դու հոպար ես, մասին կմոռանանք։ Իսկ երեխայի կյանքում ես չի մոռանա, վախ կմնա մեջը։ Ես ամեն օր, ամեն ժամ մտածում եմ։ Մենք որտեղ ենք սխալ արել, որ մինչև հիմա պատասխան ենք տալիս։ Մենք սխալներ միշտ ենք գործում։ Ուղղակի պիտի դաս քաղենք ես ամեն ինչից։ Լավ, ես գնամ երեխու մոտ։ Ոնց եք հանձնելու մորը։ Տեսնենք։ Լիլիթ, երեխան արթնացավ, բարձրացի մոտը։ Լավ։ Մանած մորը պատասխան տանք։ Ջերմություն ունես ոնց որ։ Տակ ես գիտես։ Նստի մի հատ գնամ ջերմաչափ բերեմ կա։ Նստի ստեղ հիմա կգա։ Նորը բասում էիր ոստիկանություն ես բերելու, բա ինչի ես մենակ։ Ես որովհետև չեմ ուզում երեխուս ավելի մեծ ստրեսի ենթարկեմ։ Հենց իմ ասեք երեխես որտեղ է։ Արագացեք, հակառակ դեպքում ես պատասխանատու չեմ մարարչների համար։ Նորա ջան, անցած անգամ փաստաբաններ, հիմա ոստիկաններ, հերիքը էլի։ Այդ ես պիտի ասեմ հերիքա։ Հերիք եղավ։ Ինչ եք արել երեխուս։ Լևոն։ Ոնց ես բալես։ Ջերմություն ունի երեխեն։ Ինչ ջերմություն ունի։ Ինչ եք արել երեխուս։ Ինչ եք արել երեխուս, Լևոն։ Եթե ուզում ես շտապօգնություն կարող եմ կանչել։ Մեզ պետք չի ձեր շտապօգնությունը։ Ոնց պետք չի։ 9-7 ջերմությունը։ Հեռ գնացեք մեզնից։ Ինչ եք ուզում ինձնից։ Ինչ եք ուզում մեզնից։ Լավ կլինի երեխային հիվանդանոց տանես։ Ինչ հոգատար եք։ Թե ինչ երեխես այստեղ մենք դեռ կպարզենք։ Հեռու մնացեք մեզնից։ Գրիգ, այդ հանքերի գործով ինչ ես մտածում։ Դու մի կողմ ես քաշվել ու հիմա այդ գործերով ես եմ զբաղվում։ Ես հիմա դրա տրամադրությունը չունեմ։ Այդ Ադամյաններից ինչ կա։ Լռում են։ Դեռ անհասկանալի լռություն է։ Անհասկանալի չի մարդ։ Բնական է, որ Արամի մահից հետո իր գործը չի շարունակվի։ Մեջտեղ երկու դիակ կա։ Արամն ու երեխան։ Չնայած Մարիամը ուժեղ կին է։ Ղեկավարությունը կվերցնի իր ձեռքը։ Հանգիստ ես տրամաբանում չեմ հասկանում։ Ես հիմա կորցնելու բան չունեմ։ Ինչ ունեի կորցրեցի։ Տղաս ընդեղ գնաց, կինս, մյուս տղես փակի տակ արտոն։ Առաջ մենք Արամի հետ էինք պայքարում։ Թողել էինք Արամը ինչ ուզում էր անում էր։ Հիմա Արամը չկա, ինչ պետք է թողենք, որ տղեկն էլ ինչ ուզում են անեն։ Ինչ ես առաջարկում։ Մարիամը, Մարկը, Միքայելը։ Հիմա պայքարը Արամի հետ չի, ու ես չեմ ուզում, որ մենք մեր զենքերը ցած դնենք։ Ու ինչ անենք։ Պայքարենք։ Չէ, հիմա չեմ դիմելու դատարան, որովհետև այդ դենկայի անալիզն ինձ համար կարևոր է։ Թող անեն ու համոզվեն, որ Լևոնը Սադամյանն է։ Բայց դու հիշում ես, չէ՞ ինչ պիտի անես։ Հիշում ես ինչ նկատի ունեմ։ Լավ, դե կսպասեմ քո զանգին։
Գևոր հենց հիմա գալիս ես, բայց արագի մեջ։ Մենք մեր գործերը կվերջացնենք ու դու կասնես Շուշանի հետևից։ Եղավ։ Սպո, ես ու Գևը հենց հիմա գալիս ենք, սպասի։ Լավ։ Ամեն ինչ պիտի ծրագրով անենք։ Իմ բացակայության ընթացքում Մարտը սովոր բան չի եղել, չէ՞։ Ես մտան նայել եմ։ Երեխեքը պուպուշ քեֆ են անում։ Ոնց էլ ուզում ալի դարպասներից դուրս է գալու, այդ ժամանակ է կանցնեն գործին։ Լավ է, շատ լավ է։ Ես գիշեր Այվազյանի կոկլի հետ գիտես ինչ եմ կանելու։ Հենց հիմա ասում ես այդ ոնց է եղել, որ մեքենան զննել են առանց իմ ներկայությամբ, ու մեջից հանել են շատ կարևոր նշանակություն ունեցող իրեր, թզբեղ ուզենք, հա? Խոսա հորա։ Ես ինչ իմանամ այ ախպեր ջան, ես խեղճ ու կրակ կանգառնալով մարդը 2 կոպեկ փող եմ աշխատում։ Ու երևի այդ փող աշխատելու ժամանակ էլ 2 կոպեկ ավելացրել են ու ասել են ձեն չանես, չէ՞ արա։ Խոսա։ Խոսա արա։ Քեզ խեղճ կրակներ մի դիր, արա։ Ո՞վ ա եղել արա մեքենայի դռները բացողը։ Դու խես այդտեղ կանգնած փող առնում, արա։ Միլիցիա կեն եղել, արա։ Խոսա։ Չեմ տեսե, ասում եմ, չեմ տեսե։ Ինչի չէիք ասում, որ ատրճանակ եք գտել մեքենայից, հա? Ուղարկել եք ուսումնասիրության, դրա համար չէի ասում։ Պետք է մատնահետքեր վերցնել վրայից։ Չնայած ամեն ինչ արդեն պարզ է։ Իսկ թզբեի ցակումնաբանության մասին ինչ-որ բան իմացար։ Արաբական էմիրություններում հատուկ պատվիրած թզբեհ է։ Նավթի հանքեր ունեցող 100 շեյխերից մեկի համար է պատրաստվել։ Կոնկրետ անուն չկարողացան շեշտել, բայց 100%-անոց ինֆորմացիա է։ Հա, արդեն հետաքրքիր է դառնում։ Նավթի հանքեր, հարուստ շեյխեր, նույնանման թզբեհներ, հաստատ այս հետքերը գնում է Ադամյանների ու Այվազյանների վրա։ Պիտի Այվազյանին կանչես հարցաքննության, ու շատ արագ։ Մա, ինչի նման որոշում կայացրեցիր։ Պատճառը ո՞րն էր։ Մենք կարայինք կատարածենք պապայի որոշումը ու Այվազյաններին հանձնենք այն, ինչ որ նախատեսված էր։ Հնարավոր էր նման բան, բայց Էլենի սմահից հետո ես որոշում եմ կայացրել։ Այն ինչ որ պատկանում է մեզ, այն ինչի համար որ հայրդ ամբողջ կյանքում պայքարեց, դա ինձ ու իմ երեխաներին է։ Մամ, ինձնից շատ երեխիս համար սիրտը չցավ է։ Բայց ես ուզում եմ, որ իմ ապագա երեխիքի դեպքում էլ ես չկանգնեմ նույն փաստի առաջ, ինչ որ Էլենից դեպքում է։ Մարկ, այն ինչ որ եղել է արդեն, ու չես վերադարձնի։ Չես կարող ասես։ Ես հիմա եմ հասկանում, որ ես ամեն ինչ անեցքի նման կախված է գլխներիս վերևը։ Դու հիմա իրենք չունես թուլանալու։ Դու գիտես, որ ես հույսս դնում եմ միայն քո վրա։ Միքայելը, դե գիտես Միքայելին։ Հիմա միակ հույսը իմ դու ես, Մարկ։ Սամվելը կա։ Նարեկը վերջապես։ Մամ ջան, հասկացի, խնդրում եմ։ Այսօր իմ օգնության կարիք ավելի շատ ունի իմ քայքայվող ընտանիքը։ Դե ուրեմն Լիլիթին վերցրու ու մի շաբաթով երկրից դուրս եկեք։
Միգուցե ձեր հարաբերությունները վերականգնվի, Մարկ։ Չի ուզում։ Չտեսա՞ր Լևոնի հանդեպ վերաբերմունքը։ Դեպրեսիայի մեջ աղել է։ Դոկտոր, սա այսօրվա հաշվետվության ցուցակն է։ Լավ, շնորհակալ եմ։ Ալո։ Շեն անալիզները դեռ պատրաստ չեն։ Կստանաս ինչքան փող պետք է։ Եթե հանկարծ պետք լինի ինչ-որ բան անել, անում ես։ Իսկ հնարավոր է պատասխանները դրական լինեն, որ պետք չլինի։ Ամեն ինչ էլ հնարավոր է, ուշադիր է պետք լինել։ Մեզ դրական է պետք բոլոր դեպքերում։ Լավ, բայց Հա, բաբ ջան։ Հա, ամեն շատ լավ է, մի անհանգստացի։